Ժողովուրդ, այսքանից երևաց մի բան, մենք պատերազմի մեջ ենք, և այս պատերազմը դադար չունի, առաջ անգամ չեք լսում, շատ անգամ լսել ենք, ինչի համար դադար չունի, որովհետև մեր թշնամին սատանան, նա դադար չունի, և նրա թշնամությունը գիտեք ինչ աստիճանի է, մի կաթիլ խիղճ ունենար, դադար կլներ, բայց նա խիղճ չունի, քանի դու ողջ ես, մածս մեկում բոլորիդ վրա, քանի դու ողջ ես, սատանան պատերազմելու է, նրա նպատակն է, որ քեզ վերացնի, Աստծո նպատակն է քեզ փրկի, բայց սատանայի նպատակն է քեզ վերացնի, դրա համար քանի դու ողջ ես, սատանան պիտի պայքարի, այս պատերազմի մեջ դադար չկա, իսկ որ դադար չկա, ինչ պիտի անենք, միշտ պատերազմենք, անընդհատ պատերազմենք, անդադար պատերազմենք, և ես համաձայն Էդոն որտեղ է նստել, Էդոյի հետ թշնամու տարածքում հանգիստ չկա, որ էդ հաս թշնամու տարածք հանգստանալու, թշնամու տարածքում հանգիստ չկա, նաև են օրինակն էլ հետաքրքիր ասեց, կոտրված աթոռի վրա որ նստես, ինչքան ուզում հավատաս, որ չես կընկնես, միակ հենվելու տեղը Քրիստոսն է, ուրիշ բոլոր տեղերը վտանգավոր են, մի օր կընկնես, որովհետև նորից եմ ասում, թշնամի կա, սատանան մեր թշնամին է, թե փորձություններ իմաստով, թե ինչ իմաստով, սատանան մեր թշնամին է, դե հիմա մի երկու բառ ուզում եմ ասեմ, այսօր ինչ որ ասվեց, դրանցից մի բառ եմ ուզում վերցնեմ, որ ընդեղ էլ ասվեց, ժամանակի համար, որ Արմենը ասեց, որ անմիտների պես չլնենք ժամանակը կորցնելով, այլ իմաստունների պես լնենք, ժամանակը գնահատողը, ժամանակը գնողը իմաստուն է համարվում, ժամանակը չգնահատողը անմիտ է համարվում։ Ես այս իմաստուն բառի վրա եմ ուզում վերցնեմ, Տիգրանի ասածն էլ Մատթեոս 7:24-ում բառացի գրված է։ Ով որ Հիսուսն այս խոսքերը լսի եւ կատարի, նա է իմաստունը։ Եվ ես մեկ Տիգրանը շատ անգամ ասեց, կատարենք։ Եվ Մուրթքեն էլ Եսթերին ասեց, միգուցե հենց այսօրվա համար ես դու այդտեղ։ Ես ում կրկնեմ այդ բառերը, միգուցե այսօրվա համար ենք մենք այստեղ։ Այո, մեր ազգը մեր կարիքը շատ ունի, 100%-անից ես հավատում, վստահում եւ կրկնում եմ, մեր ազգը մեր կարիքը ունի։ Եվ եթե հիմա մենք մեր կարևոր գործը չանենք, էլի է բանենք։ Կորցնելուց հետո դե իմ ասում եմ երկու օրինակ ասեմ եւ այս միտքը լրացնեմ։ Որ պատերազմի մեջ ենք։ Պատկերացրեք, որ երկու բանակ պատերազում են, կամ երկու պետություն պատերազում են։ Այս մեկը հաղթելով գնաց։ Հաղթելով, այսինքն իր դեմի եղած զինվորներին, կամ կոտորելով, կամ փախցնելով գնաց հասավ միտեղ, դու մի ասա, նրանց կեսը հետենիք է, սրանց ունեցածը սաղ տարել են, դե Էդոն չի ասեց, հա, թե Էդոն, որ Դավիթը գնացել էր թշնամու տարածք, լավա չէին սպանել, բայց պատկերացրեք սպանել են։ Ինչ օգուտ այդ հաղթանակից, եթե քո ամենակարևորը կորցնես։ Եթե ես հաղթեմ, բայց վերջում իմ հոգին կորցնեմ, ինչ օգուտ եմ այդ իմ հաղթանակներից։ Ստե ուզում հայտնության գրքից դեղ ասվեց, Եփեսացիներին ուղղված նամակից ասեց, որ այո, այս գործերն ունես, բայց քո սերը թողել ես։ Ժողովուրդ, մենք այնտեղ սիրով պետք է ապրենք։ Մենք սիրո մեջ պետք է գնանք այնտեղ, որ ապրենք։ Եթե սերը կորցնեմ, այդ իմ բոլոր արածները ոչինչ են։ Մի հատ բան եմ կարդացել, ստեղ ասել եմ, կրկնություն կլինի, բայց նորից ասեմ։ Այն 1800-ական թվականին ռուս մի կալվածատիրոջ երեխա է ծնում, երեխան դառնում մի տարեկան, այդ երեխու տարին նշում են։ Շատ էլ են, չէ, երեխու տարին նշում։ Դե հյուրեր կան, կալվածատիրոջ հյուրեր, այդպես հարուստներ կլինեն։ Գալիս են, նստում են սեղան, երեխուն բան, դե ընտանիքի անդամները
այդ ձեռու ոտի դնելու բանի ծառաներ բան եւ այլ։ Բայց էլ սեղանավորներից մեկը ճեսից ուտել խմել ճես ասում է, «Ամարտ ինչի համար ենք հավաքվել, երեխու տարին է, բերեք նա երեխուն տենանք»։ Մեր այդ երեխուն բերելու մեջ էլ մոր ճճոցն է լսում։ Դու մի ասա, երեխուն քնացրել է կրավատի վրա, այս մարդիկ էս իրանց տուլուբներ են հաստ շորերը բերել, լցրել են տեղ, չտենալու, որ երեխեն տեղը։ Երեխեն դրանց տակ խեղդվում մեռել է։ Հիմա ամենակարևորը մեռավ։ Դե իհարկե այդ հյուրերին ընդունելն էլ էր կարևոր, բայց երեխու ողջունելը ավելի կարևոր էր։ Ընկնելով այդ գործերով կարևորը գործերին։ Ժողովուրդ, ինչքան ուզում շատ գործեր լինեն, ինչքան ուզում կարևոր գործեր ունեն, ամենակարևորը պետքա պահել։ Ամեն ասում ենք սրան։ Ամենակարևորը պետքա պահել։ Դե, մեր գործերի մեջ կան ժամանակավոր, կան հավիտենական։ Ով որ հավիտենականը թողի ժամանակավորը բռնի, նա իմաստուն չի լինի։ Իմաստունը նա է, որ հավիտենականը բռնի, ժամանակավորն էլ կարենա բռնի, լավ, եթե չի կարենա, գոնե ժամանակավորը թող կորի, հավիտենականը լինի։ Մենք բոլորս էլ մի օր այս մարմնից դուրս ենք գալու։ Բոլորս էլ կանգնելու ենք Աստվածյանի առջև։ Բոլորս էլ կանգնելու ենք Աստծուց հրաման ստանանք, դրախտ թե դժոխք։ Ինչքան մա երկրի վրա մեկը լավ բաներ, մեծ բաներ արած լինի, եթե հանկարծ ընդեղ պիտի ուղարկվի դժոխք, վայ նրան, նա ընդեղ իմաստուն չի համարվի, նա ընդեղ հիմար կհամարվի։ Իսկ կարող է մեկը ստեղ այդքան էլ հաջողությունը չի ունեցել, բայց պահել է Աստծո խոսքը։ Եվ դե ուղարկվում է դրախտ, նա ընդեղ իմաստուն է։ Տեր Աստված, այս բոլորի իմաստունն են։ Ուրեմն իմաստությունը շատ խելքը չի, երկրային շատ գործեր չի, իմաստությունը Աստծո խոսքը պահելն է։ Այդ կարևորը պահելն է։ Մի հատ էլ օրինակ ուզում եմ բերեմ եւ ոնց որ այս սրանով ավարտին հասցնեմ։ Մենք որ հովական դասընթացների էինք, մի հատ այսպիսի օրինակ ասցին։ 10 պատվիրանները լսել եք։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ շատերը չկարողացան այդ 10 պատվիրանները կատարել, ասենք մինչև Հիսուսի գալը, դե գրված է Գործք Առաքելություն։ Ոչ մեկը այդ պատվիրանները չկարողացավ պահել, դրա համար Հիսուսն եկավ, որպեսզի մեզ, ոնց ասեմ, փրկություն տա։ Ուրեմն նմանեցնում էին 10 պատվիրանները 10 վագոնի։ 10 վագոնա տրված, որ մենք քաշենք։ Ով կարա 10 վագոն քաշի։ Դենց էլ ոչ մեկը չճարվեց, որ 10 վագոնը քաշեր։ Հիսուսն եկավ, այդ 10 վագոնը դարձրեց 100 վագոն։ Բայց վերես նայ մի հատ հզոր շոջե քարշ դրեց դեմից։ Եվ քեզ նստացրեց շոջե քարշի ղետին, ասա դե քաշի։ Շոջե քարշով հնարավոր է քաշել։ Այո, առանց դրան 10-ն էլ չէին կարա, 1-ն էլ չէին կարա, բայց դրանով 100-ն էլ կարող ենք։ Այսինքն Հիսուսը եկավ, Սուրբ Հոգին տվեց մեզ, որը ամեն բան կարող է։ Ժողովուրդ, մենք այսօր կարող ենք։ Մենք այս պայքարի մեջ կարող ենք հաղթել Սուրբ Հոգով։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող, բայց Սուրբ Հոգով կարող ենք։ Մեր ազգի համար էլ կարող ենք մեծ բաներ անել։ Մեր քաղաքի համար էլ կարող ենք մեծ բաներ անել։ Մեր ընտանիքների համար էլ, մեր անձերի համար էլ կարողություն կա տրված։ Մենք գնահատենք այդ կարողությունը։ Եվ այդ կարողությունը, ոնց ասեմ, գործի դնենք։ Այս գործի դնենք, մի հատ էլ ասեմ։ Այդ վագոնները, որ տրված է, որ մենք քաշենք, հենց այնպես հավեսի համար չտրված, այդ վագոններով բան պիտի տեղ հասցնենք։ Ինչ պիտի տեղ հասցնենք, մեր այն հավիտենական արժեքները պիտի տեղ հասցնենք։ Մենք հավատում ենք, որ այնտեղ մեզ պիտի Աստված վարձ տա։ Այդ վագոնները այդ ոսկին ենք տանելու, որ այնտեղ ստանալու ենք։ Բայց այս կարողությունը ինչպես գործի դնենք։ Ուզում շատ գնահատեցի Տիգրանի խոսքը, որ իսկապես աղոթների համար ասեմ։ Ժողովուրդ, եթե այստեղ մարդիկ հավաքված են աղոթ կանելու, իսկ մեկ իր տանը հանգստանում է։ Ինչ եք կարծում, այս մարդիկ հանգստանալու կարիք չունեն։ Ովքեր եկել են աղոթի, նրանք այդ հանգստանալու կարիքը չունեին։ Եվ քո կարծիքով դու պետք է հանգստանաս, իրանք
ձեռք բերեն, հետո դու գաս վայելես, պետք է դու են ծախսին մասնակցես, որ վայելքին էլ մասնակցես։ Տան շինարարությանը պետք է մասնակցես, որ տան նավակատիքին էլ մասնակցես։ Ամեն ասում եք, պետք է հաղթությանը պատերազմին մասնակցես, որ հաղթության այդ ինչ են ասում վարձին էլ մասնակցես։ Նես մի մտածի, թե դու պետք է պարտես քնես, ոմանք ստեղ աղոթեն։ Դու այդ ոմանցից ինչով ես, չեմ ուզում ասեմ լավ, ինչով ես քեզ տարբերանում։ Մենք պարտավոր ենք բոլորս միասին։ Եվ հավատացեք, այդ աղոթքի մեջ զորություն կա, որովհետև Աստված դրել է այդ զորությունը, եւ ուզում է այդ զորությունը գործածենք։ Այդ զորությունը գործածենք։ Մենք կարող ենք մեր Հայաստանը պահել, բայց եթե գործածենք մեզ տված զորությունը։ Եվ Հայաստանը պահելու համար պարտադիր չի սուր ճոճել։ Երկնային զորքերը կարող են դեռ գործածվել, բայց մեր աղոթները կարող են։ Ինչ մեկ Հիսուսն ասեց, կարծում ես չեմ կարող խնդրել 12 լեգիոն հրեշտակներ գան։ Հիսուս այդ զորությունը տվել է մեզ, որ մենք կարող ենք խնդրել, որ ամեն մեկս 12 լեգիոն հրեշտակ բերել տանք, բայց իրաց մեկ ինչ կլինի։ Բայց դրա համար պետք է այդ զորությունը գործածել։ Ամեն ասում եք սրա, ուրեմն եկեք մենք ընդունենք, որ պատերազմի մեջ ենք, պատերազմը չի դադարելու, բայց Աստված մեզ զորություն է տվել։ Մեկ էլ մի միտքն էլ դուրս եկա, որ ասեց Արմենը, Սատանան ամեն վարքյանը գործածեց։ Հոբի հարցում ամեն վարքյանը գործածեց։ Համարեք մեր հարցում էլ ամեն վարքյանը գործածում։ Հանկարծ միտեղ սայթաչես, Սատանան այդ բանից բռնում է։ Նրա աշտից չի վրիպի քո սայթաչելը։ Արի միշտ մնա Քրիստոսի մեջ։ Միշտ մնա հույսը Քրիստոսի վրա դրած, մնա Քրիստոսի մեջ։ Օրհնյալ Աստված, օրհնես ես քո զավակներին։ Օրհնես ամեն եղբորս, ամեն քրոջս։ Տեր իմ Աստված, խնդրում եմ Տեր, որ իրանք կարևորը չկորցնեն Տեր։ Իրանց ժամանակը չկորցնեն, ճիշտ գործածեն ժամանակը։ Իրանց սերը չկորցնեն։ Աստվածային արժեքները չկորցնեն Տեր, այլ քո Սուրբ Հոգով առաջնորդվելով հաղթությունից հաղթություն գնան Տեր իմ Աստված։ Եվ ամեն մեկը, թե իր ընտանիքում, թե քաղաքում, թե ամբողջ մեր ազգի մեջ, ամեն մեկը այդ հաղթության մեջ իր բաժինն ունա Տեր։ Եվ մենք գնահատենք ժամանակը, որ հիմա է մեր ազգի համար, մեր կանգնելու, մեր պայքարելու ժամանակը, օրհնես քո ժողովրդին, զորացրես քո ժողովրդին, փառավորվես քո ժողովրդի մեջ, Հայր Հիսուսի անունով, ամեն։